Վերելու ճանապարհով ներկայիս Հայաստանի Հանրապետության պետականությունն են վտանգում, ինչպես մեկնաբանեք, պետք է արդյոք Ցեղասպանությունը շարունակի ճանաչումը լինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, թե ոչ։ Ուրեմն ես որպես հայ քրիստոնյա ազգ, որ այսօր իմ ժողովուրդ իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որ դա միայն հարկավոր հարգել գնահատել, դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես 100-ամյակի կապակցությամբ Սովետաշրջանում կառուցել եմ ցեղասպանության եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք երբևէ չեք մտածի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, կողմերաժարում, ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար եղել այդ մասին մտածել։ Շնորհակալություն։ Հաջորդ օրը խորոված փարթի են անելու, պարոն Ծառուկյան։ Խորոված փարթի են անելու հաջորդ օրը։ Ձեզ համար դա նորմալ է։ Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Ծառուկյանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել ենք գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդ այստեղ իրենց երեխաների, թոռների հետ, ամբողջ աշխարհը շփում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 42-ից ավել խոշոր պետություններ ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել, ովքեր որ հակառակ ասեն։ Նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։ Իմ ակտիվ ասվեց, ձեր ցավը տանեմ։ Թողեք գնանք, գիտես չեմ խուսափում հարցերից։ Երբ կարող ենք հարցազրույց անել։ Երբ ասես, այսօր ասնի առաջիկա օրերին։ Վարչապետի տեխնացուների թիվը ավելացավ, պարոն Ծառուկյան։ Չէ, 4-ն են։ 4-ն են։ Բայց չեք ասի ովքեր են։ Բայց մեկը ասելու ենք, դուք եք համաձայնություն տալու, իմ թիմակիցներն էլ լինելու ապագայի վարչապետ, որից մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, ձեր ցավը տանեմ, գնացեք շփվեք, ցանկացած որտեղ կլինի, վարչական շրջան կլինի գյուղեր, մարդկանց վիճակը ծանր է, մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, թե ոնց պետք է վարկը փակի, եւ պետք է խնդիրը մենք ազգովի պետք է մտածենք դա անենք։ Կապ չունի Ծառուկյաննա որ կուսակցություն, այլ ազգովի, երբ որ եղանք միասնական, ընդհանուր կարողացանք համախմբվել, գնահատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկություն ունի, կապերն ունի, պետք է խնդրենք, կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք։ Դուք շարունակում եք պնդել, որ Ռոբերտ Քոչարյանին չեք ընտրի վարչապետ, եթե օրինակ նրա շուրջ համախմբում լինի։ Բայց ես նորից եմ ասել եւ համապատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ ասել, ով առաջինը կլինի, այդքան շատ ձեն կտանի, նա էլ կորոշի։ Դուք պատրաստ եք ընտրել ամենաշատ քվեստացող ընդդիմադիր ուժի տեխնացուին։ Ես ասեցի, հետ գործ չունեմ, Եթե Քոչարյանն լինի ամենաշատ քվե պարոն Ծառուկյան։ Ձեզ ասում են մի հին, այսինքն նախկին էլ դուք եք։ Նախկինել ես որն եմ ասեմ նա ամբողջ կյանքը պայքարել եմ որ կարողանամ այդ ծրագիր իրականացնեմ իմ կապերն օգտագործեմ ժողովրդի մատից փուշ անենք մեր երկիրը ծաղկացնենք զարգացնենք հասարակ մի բան այսօր Հայաստանում ունես մի հատ ոլորտ սպորտ այն էլ որ Ծառուկյանը հիմքը դրել է գումարներ դրել է զարգացել է 25 տարի որ այսօր եւ թիմային եւ աշխարհում բացի ոսկե մեդալից ուրիշ բան չի քաղաքական որոշում է այդ սպորտի հետ պարոն Ծառուկյան Ձեզ խոստովեցի չէ որ կպատասխան շնորհակալություն ես ձեզ կասեմ ես քեզ հարգում եմ խնդրում եմ քեզ թեմա